Ուրեմն, այս Ռոբերտ Քոչարյանը երեք հայտարարել է հետևյալը, բառացի մեջ բերում եմ. Եթե որևէ քաղաքական գործիչ կամ հայտնի դեմք Հայաստանում կոպիտ ասած էշի պես զռա ու հավեսով զռա, կարծում եմ դիտումները միլիոնները խփելու է։ Առաջարկում եմ պարոն Քոչարյանը էշի պես զռա, բայց հավեսով էլի, տեսնենք ինչքան դիտում կապահովի։ Գրազ եմ գալիս, որ իր միջին վիճակագրական դիտումները ընդհանրապես չի գերազանցի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես է արձագանքել իր թիմակիցների հետ փոդքասթի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե քաղաքական խոսույթն ինչու է այս մակարդակին հասել, ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վահագն Ալեքսանյանը պարզաբանեց, ինչպիսին ընդդիմությունն է, այնպիսին էլ նրանց նկատմամբ խոսույթն է։ Նրա խոսքով վարչապետի առաջարկը Ռոբերտ Քոչարյանին բխում է հենց նրա արտասանածից։ Քոչարյանը էմպիրիկ եղանակով պետք է փորձի ապացուցել իր ասածների ճշմարտացիությունը։ Մենք շատ կուզենայինք, որ մեր ընդդիմադիրները լինեին օրինակ ինտելեկտուալ, լինեին կառուցողական կամ թեկուզ ոչ կառուցողական, ապա կառուցողական, բայց այնուամենայնիվ լինեին նորմալ քաղաքական դիսկուրսի մեջ, խոսային ինչ-որ կարևոր բաներից։ Այն մեկը վերակացել, ասում է, ես ուժեղ եմ ինչ-որ արհեստական բանականությամբ ռոբոտային վիդեոներ ասարքում, որտեղ ինքը երկու բառ հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն կամ աշխարհի որևէ լեզվով երկու բառ իրար կապել չի կարողանում։ Արհեստական բանականության վիդեոներ ասարքում, ասում են մենք ուժեղ ենք, դուք թույլ եք, դե մենք ուզում ենք հասկանանք, այդ ինչով են ուժեղ, ինչով են թույլ։ Այս մեկը ասում է, եթե էշի պես զռան, մենք ասում ենք դե զռացեք։ Հիմա ինչ եք առաջարկում։ Ինչ պետք է անենք, օրինակ։ Բայց ընդհանրական ասած, դուք ինչ եք ձեր վրա վերցելու արձագանքում։ Մենք մեր վրա չենք վերցնում, մենք իր վրա ենք։ Բա վարչապետը նաև ընդհանուր քաղաքական դաշտի համար որոշակի պատասխանատվություն ունի, եթե քաղաքական դաշտի ակտորներից մեկը նմանատիպ առաջարկ է անում, վարչապետն ասում է, դե եթե այդպես քաղաքական դաշտին ընդհանուր առաջարկ եք անում, մի հատ ստուգենք, մի հատ զռացեք։ Ալեքսանյանը շեշտեց, Քոչարյանը ազատ ընտրություն ունի, կարող է կարկանդակ ու սուջուղ ուտելու փոխարեն խոսել $200 միլիոն մասին, որը ըստ դատախազության մեղադրանքի Քոչարյանը պետք է վերադարձնի պետությանը։ Կարա ըստ մեղադրանքի իր կերած 200 միլիոնի մասին խոսա ու դրանով բավականաչափ լրջացնի քաղաքական խոսակցությունը։ Այդ մարդը հանրայնացնում էր այն, որ ինքը գնացել է Տանզանիա, միլիոններ է ծախսել, խեղճ ու անպաշտպան վայրի բնության մեջ առյուծ է սպանել, նստել էր այդ սատկած առյուծի վրա ու ինքը այդ նկարներն էր հանրայնացնում։ Անդրադառնալով նաև Քոչարյանի այն հայտարարությանը, թե իշխանությունը շանտաժ է անում ժողովրդին պատերազմի մասին լուրերով, Ալեքսանյանը նկատեց, ընդդիմադիրները փորձելու են ուրիշ ուղղությամբ պատերազմ հրահրել ու ստանալու են պատերազմ։ Բոլորը, ինքը, Կարապետյանները, ով կա, Սերժի Թաթոյանը, Սերժը, ելով կար այդ բանից, Ծառուկյանը իր Դոնբասյան Անդրանիկ Թևանյանով ու մնացածով, ինչ են ասում են, այս խաղաղության համաձայնագիրը պետք է ռևիզիայի ենթարկվի, այդ բանը Կարապետյանների, չգիտեմ ինչից ուժեղները, ուրիշ բան են ընդհանրապես ասում, ֆանտաստիկ մտահղացման են հասել, ասում է բան պետք է արվի։ Թրիփի համար պետք է ամերիկյան ներդրումներով կառուցվելիք, ամերիկյան երաշխավորությամբ կառուցվելիք թրիփի համար պետք է բերվի Չինաստանից եւ Ռուսաստանից երաշխավորություն անվտանգային, ինչ իրանց ենթադրում է թրիփի առհասարակ չեղարկում։ Ես չեմ պատկերացնում ոնց կարելի է, ոնց են իրանք պատկերացնում, որ ինչ-որ մի օր, ասենք ենթադրենք մի հրաշքով իրանք ձայն են հավաքել, այդ ձայնը տվել են Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նախատեսում են անելու, Քոչարյանը գնացել է Թրամփի հետ հանդիպմանը հիմա ու Թրամփին ասում է, պարոն Թրամփ, մենք սենց մոտեցում ունենք, որ պետքա չինացիները ու ռուսները գան հայ-ամերիկյան թրիփին կանգնեն երաշխավոր, ասենք, քանի վայրկյան հետո այդ խոսակցությունը կավարտվի ու ինչով կավարտվի։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ընդգծեց այն հայտարարությունը, որ եթե քաղաքացիական պայմանագիրը առաջիկա ընտրությանը չունենա սահմանադրական մեծամասնություն, ապա պատերազմը սկսվելու սպառնալիք չէ։ Նրա խոսքով խոսքը ոչ շանտաժի, ոչ սպառնալիքի մասին է, այլ նրա, որ հունիսի 7-ին քաղաքացիներն ունենալու են ընտրություն, ոչ միայն կուսակցությունների միջև, այլև այն քաղաքականությունների, որն առաջարկում են ուժերը։ Եվ ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ եթե իրեն գան իշխանության, եւ եթե անեն այն, ինչ խոստանում են անել, այն է վերանայել, ռևիզիայի ենթարկել այս խաղաղությունը իր բոլոր կոմպոնենտներով, խաղաղության պայմանագիրը, Վաշինգտոնյան հռչակագիրը, թրիփի մասին համաձայնությունը, սահմանազատման կանոնակարգը եւ այլն, շարունակել Ղարաբաղյան հակամարտությունը եւ այսպես շարունակ։ Դա բերելու է պատերազմին։ Երբ որ նրանք ասում են, որ թրիփի մեջ պետք է ներառել նոր
նոր կողմերի, երաշխավոր չէ, նոր կողմերի։ Դա նույնն է, ինչ ասել, որ TRIP-ը չի լինելու, որովհետև TRIP-ը հայ-ամերիկյան բիզնես նախագիծ է։ Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ Քոչարյանն ու այլ ուժերը հենց այնպես չէ, որ որոշել են TRIP նախագծի իրագործմանը այլ երկրների որպես երաշխավոր ընդգրկել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այն երաշխավորը, որին ուզում է ներմուծել Ռոբերտ Քոչարյանը, եւ իրականում Ռոբերտ Քոչարյանն էլ ներմուծել է այդ երաշխավորը, երբ որ երաշխավորում էր նոյեմբերի 9-ի հայտարարության գործունեությունը, դա եւ Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորներ, եւ որի հորդորով Ղարաբաղի հայերը վերադարձել էին Ղարաբաղ, այդ երաշխավորի աչքերի առաջ եւ թողտվությամբ Ղարաբաղում տեղի է ունեցել էթնիկ զտում։ Պարոն Քոչարյան, բացի այն զռլալու մասը, խնդրում եմ այս հարցին էլ պատասխանել։ Այն որ հրապարակվեց այն ձայնագրությունը, որ դուք ռուսերեն լեզվով ասում եք, ես ձեր հորդորով եմ եկել Հայաստան քաղաքական գործունեություն եմ ծավալում, մի բան արեք դուրս գամ ես սրանից։ Մի հատ հարցրեք, էլի ում էր ուղղված դա։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։